Օվկիանոսի երազանքը հազվագյուտ կապտականաչ գույնի 5.50 կարատանոց ադամանդը կարող է վաճառվել $12.8 միլիոն։ Այն մեծ վաճառքի կհանվի Քրիստիի գարնանային աճուրդում։ Քրիստիի հավաստմամբ ադամանդն Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի երբևէ հավաստագրած ամենավառ կապտականաչագույն քարն է։ Դա բացառիկ եւ հազվադեպ հանդիպող գունային համադրություն է։ Քարն առաջին անգամ Քրիստին վաճառել է Ժնևում 2014 թվականին $8.5 միլիոն։ Այժմ կանխատեսվում է, որ այն կգերազանցի այդ գինը։ Աճուրդի տան աշխատակիցների խոսքով բարձրորակ գունավոր ադամանդների պահանջարկը շարունակում է աճել։ Բանն այն է, որ հավաքորդները չեն դադարում փնտրել հազվագյուտ եւ ներդրումային կարգի իրեր։ Զարդերի վաճառքին զուգահեռ Քրիստին կառաջարկի հանգուցյալ երաժշտական պրոդյուսեր Քվինսի Ջոնսի հավաքածուի իրեր, այդ թվում 1981 թվականին թողարկված մի հայտնի ժամացույց։ Թայլանդցի բուդդայական վանականը եւ նրա տաճարի շների խումբը սիրված տեսարան են դարձել Պատում Թանի նահանգի գյուղերում։ Ամեն առավոտ նրանք անցնում են Չաո Ֆրայա գետով, որի ընթացքում Վատ Չին Վարարամի վանահայրը նավակով իր ողորմության արարողությունն է անցկացնում։ Այն, ինչ սկսվել էր տաճարում մեկ փոքրիկ սպիտակամազ լքված շնից, վերածվել է Չաո Ֆրայա գետի ամենաանսպասելի տեսարժան վայրերից մեկի։ Սկզբում միայն մեկն էր, հետո նրանք բազմացան։ Մարդիկ շարունակում էին ավելի շատ շների բերել։ Ես եւ տաճարի իմ օգնականներն այդ ժամանակվանից ի վեր հոգ ենք տարել բոլորի մասին։ Հիմա այդ շներն ամենուրեք ուղեկցում են ինձ։ Ամեն առավոտ ժամը 6-ին վանականը մեկնում է իր ողորմության շրջագայությանը, գետի երկայնքով 30 րոպեանոց ճանապարհորդության, իր տաճարի 20 շներից 12-ի ուղեկցությամբ։ Սովորաբար ամենատարեցներին թողնում են տաճարում հանգստանալու։ Տեղացիները նշել են, որ այս տեսարանն իրենց կյանքին իմաստ է հաղորդել։ Առօրյայում ավելի հեշտությամբ են գումար վաստակում եւ ուժ ստանում կյանքին դիմակայելու համար։ Նրանք ուրախ են, որ ամեն առավոտ կարող են արթնանալ եւ տեսնել վանականին նավակ նստող ու շրջող իր շների ուղեկցությամբ։ Վանականը խոստովանել է, որ պատմությունը համացանցում տարածվելուց հետո հետաքրքրությունն աճել է։ Ավելի շատ մարդիկ են սկսել գետի ափին զոհաբերություններ անել։ Ինչ վերաբերում է շների ջրի մեջ ընկնելու մասին մտահոգություններին, Լուանգ Պոր Չամնանն ասել է, որ դա տեղի է ունեցել միայն 2 անգամ, երբ շները խաղացել են իրար հետ, բայց հավելել է, որ նրանք բոլորը կարողանում են լողալ։ Արագ, ուժեղ եւ աղմկոտ, հենց այսպես եւ ծափահարությունների ուղեկցությամբ է անցել Նաիր Նու կոչվող հրթիռ արձակելու ամենամյա մրցույթը։ Այն անցկացվել է Թայլանդի Պատում Թանի նահանգում, նշելով Մոն էթնիկ համայնքի հինավանդույթը, որը կենդանի է պահվել տաճարների միջև բարեկամական մրցակցության շնորհիվ։ Ի տարբերություն Թայլանդի հյուսիսարևելքում գտնվող Բուն Բանգ Ֆայի հրթիռային փառատոների, որտեղ հրթիռները մրցում են բարձրության համար, Մոն հրթիռը, որը հայտնի է նաև որպես Նաիր Նու կամ փոքրիկ առնետ, հորիզոնական ուղղությամբ շարժվում է մետաղալարի երկայնքով դեպի պագոդայի ձև ունեցող թիրախ, որտեղ թիմերը մրցում են պագոդային հարվածելու եւ այն գետնին գլորելու գլխավոր մրցանակի համար։ 24 տաճար մրցել է 12 հոգուց բաղկացած 2 թիմերով, որոնցից յուրաքանչյուրը հրթիռներ է արձակում 1-ից 1.15 մետր հեռավորությամբ գտնվող պագոդայի ձև ունեցող թիրախի ուղղությամբ։ Հաղթում է ամենաշատ ուղիղ հարվածներ հասցրած թիմը։ Գլխավոր մրցանակի արժեքը մինչև 30,000 թայլանդական բաթ է կամ $916, իսկ ավելի փոքր մրցանակները սկսվում են 500 բաթից, այսինքն $15-ից։ Հնում հրթիռներ էին վառվում ավագ վանականների դիակիզման խարույկները վառելու համար, որպես հարգանքի նշան, քանի որ Մոն հավատալիքի համաձայն թաղման խարույկը ձեռքով ուղղակիորեն վառելն անհարգալից էր համարվում։ Մեր օրերում այս ավանդույթը վերածվել է մրցույթի, որպեսզի այն շարունակվի ապագա սերունդների համար։ Մենք կարծում ենք, որ ավանդույթը պետք է համընկնի Մոն ժողովրդի մշակութային ժառանգության հետ։ Այդ պատճառով ես որոշեցի այն դարձնել տաճարների միջև մրցույթ։ Սա հավանաբար միակ մարզաձևն է, որը միավորում է Պատում Թանի նահանգի բոլոր տաճարները եւ շատ լավ է ընդունվել։ Ծուխը ցրվում է, ծափահարությունները դադարում են եւ պարզ է դառնում, որ այս փառատոնն ավելին է, քան պարզապես մրցույթ։ Այն կենդանի թել է, որը կապում է Մոն ժողովրդին իրենց նախնիների հետ։
Բենքսիի միգրանտ երեխա կոչվող որմնանկարը, որը պատկերում է փրկարար բաճկոնով փախստական երեխայի, որը վարդագույն ջահ է բարձրացնում Վենետիկի ջրանցքների վրա, վերաբացվել է։ Արվեստի գործը խոնավության եւ ջրհեղեղի հետևանքով առաջացած քայքայումից փրկելու համար լայնածավալ վերականգնման աշխատանքներ են կատարվել։ Շենքը, որի վրա Բենքսին աշխատել է, անցած տարի գնել է իտալական բանկը, որն էլ ֆինանսավորել է դրա ամբողջական վերականգնումը, այդ թվում որմնանկարը։ Եռահարկ շենքը գտնվում է Դորսո Դուրո թաղամասում, Վենետիկի գլխավոր համալսարանի մոտ։ Վերանորոգման նախագծի վրա աշխատել է հայտնի Զահա Հադիդ ճարտարապետներ կոչվող ստուդիան։ Նախքան տեղակայվելն այն վայրում, որտեղ ի սկզբանե գտնվել է որմնանկարը, այն կանցնի Վենետիկի ջրանցքներով, որպեսզի բնակիչները կարողանան դիտել այն։ Որմնանկարը մշտապես կվերադարձվի Պալացո Սան Պանտալոնին, երբ պատմական շենքի վերականգնումն ավարտվի, իսկ դա նախատեսված է 2027 թվականին։ Շենքը կվերաբացվի որպես արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ մշակութային տարածք։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Տորոնտոյի Հայ Փարք զբոսայգում, որտեղ քաղաքի բալենու ծաղիկներն ամբողջովին բացվել են, այգու որոշ հատվածներ վերածելով վարդագույն եւ սպիտակ գույնի սաղարթի։ Սիրահար զույգերն ու ընտանիքները սելֆիներ են արել եւ լուսանկարվել ծառերի տակ։ Սա ասես մի սեզոնային ծես է, որը շատ տեղացիներ համարում են առօրյա կյանքից կտրվելու եւ հանգստանալու միջոց։ Բալենիների ծաղկման ժամանակին, որը հաճախ դժվար է կանխատեսել, տեղացիները ուշադիր հետևում են զբոսայգու կայքում, որտեղ նրանք կարող են տեսնել ծառերի աճի ամբողջ ընթացքը, բողբոջումից մինչև լիարժեք ծաղկում։ Նախկինում բաց եմ թողել Վաշինգտոնում տարիներ առաջ անցկացվող բալենու ծաղկման փառատոնը։ Գիտեմ, որ մենք մի փոքր ուշանում ենք, բայց դա մի տեսակ սպասողական խաղ է, քանի որ եթե հետևում եք Հայ Փարքի կայքում ամեն ինչին, մնում է միայն սպասել, թե երբ են բալենու ծաղիկները հասնելու ծաղկման վերջին փուլին։ Չնայած գարուն է, բայց ցուրտ այգու այցելուները վստահեցրել են, որ այս ծաղկումն ազդարարում է ավելի տաք եղանակի գալստյան մասին։ Շատերն այստեղ գալիս են տարիներ շարունակ։ Կան նաև մարդիկ, որոնք արդեն 40 տարի է ինչ ապրում են Տորոնտոյում, սակայն առաջին անգամ են այցելել ծաղկած բալենիների զբոսայգի, բայց վստահեցրել են, որ հաջորդ տարի նույնպես անպայման կգան։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Նիգերիայի Իբադան քաղաքում մասնակցելու 2026 թվականի Էգուն Գունի համաշխարհային փառատոնի մեծ եզրափակչին, որն Արևմտյան Աֆրիկայի Յորուբա մշակութային ժառանգության ամենատպավորիչ տոնակատարություններից մեկն է։ Դիմակահանդեսի մասնակիցները ցուցադրել են կրակի հետ հնարքներ եւ ապարել թմբուկների երաժշտության ուղեկցությամբ, իսկ փառատոնի մասնակիցներն իրենց վառ հանդերձանքով գրավիչ են դարձրել տոնի յուրաքանչյուր պահը։ Մշակութային խմբերը ներկայացրել են բարդ պարային համարներ, իսկ այդ ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում միջազգային դիվանագետները տոնին հետևել են այսպես կոչված VIP սրահից։ Այժմ արդեն 3-րդ տարին է, որ Էգուն Գունի համաշխարհային փառատոնը վերածվել է խոշոր միջազգային միջոցառման։ Մոտ 18000 մարդ է մասնակցել Օբաֆեմի Ավոլովո մարզադաշտում կայացած մեծ եզրափակչին, որին մասնակցել են Օյո նահանգի, նաև Նիգերիայի հարևան նահանգների եւ նույնիսկ Բենինի հանրապետության համայնքները։ Միջոցառմանը մասնակցել է մոտ 10 երկրի ներկայացուցիչ։ Էգուն Գուն ավանդույթը արմատավորված է Յորուբա ցեղի նախնիների պաշտամունքում։ Ենթադրվում է, որ դիմակահանդեսները միավորում են մահացածների հոգիները, կապելով կենդանի մարդկանց իրենց նախնիների հետ, նրբագեղ զգեստների, թմբկահարության եւ պարի միջոցով։ Օյո նահանգի կառավարությունը փառատոնը մեկնարկել է 2024 թվականին եւ այժմ ձգտում է ավանդույթի ճանաչմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Փառատոնը նաեւ այցելուների է ներգրավել Բրազիլիայից, որտեղ Էգուն Գուն ավանդույթը խոր արմատներ ունի աֆրո-բրազիլական համայնքների շրջանում, որոնց նախնիները հասնում են մինչև Յորուբալենդ տարածաշրջան։ Մարոթ Հարվերդյան, Այլ լուրեր։